Մուտնի վիրապ, ելնի վիրապե, գյուտ նշխարած։ Սրանք հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված տոներն են, որոնցից առաջինը նշվում է մեծ պահքի 6-րդ կիրակին նախորդող շաբաթ օրը։ Ապրիլի 9-ին Մայրտաճարում, Խոր վիրապ վանքում, ինչպես նաև սրբիանունը կրող բոլոր եկեղեցիներում բացվեցին խորանի փակ վարագույրներն ու հիշատակ առաջին հայրապետի, մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ։ Մուտնի վիրապի տոնն առանձնահատուկ շուքով նշվեց հայրապետի տանջանքների վայրում կառուցված եկեղեցում, Խոր վիրապ վանական համալիրում։ Վանահայր Տեր-Նարեկ Աբեղա-Ավագյանը հավատացյալներով լեցուն եկեղեցում սուրբ պատարագ մատուցեց։ Լուսավորիչը իր կյանքով մեզ ապացուցեց, որ նախ, ինչպես օրվա ավետարանն է այսօր փոխանցում, պետք է վերցնել խաչը եւ գնալ Քրիստոսի ետևից, որովհետեւ ով ուրանա իր անձը, վերցնի խաչը եւ հետևի Քրիստոսին, երբեք չի կորչի։ Ապացույցը լուսավորչի կյանքը։ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը մեր երկրում տարածվեց եւ հաստատվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատքի ու քարոզչության շնորհիվ։ Նա հայոց Խոսրով թագավորին սպանող Անայկի որդին էր։ Հոր մեղքը քավելու նպատակով Գրիգորը ծառայության էր անցել Խոսրովի որդի Տրթատի մոտ, սակայն արքային չհնազանդվելու եւ Քրիստոսին դավանելու համար ենթարկվեց բազում չարչարանքների, ապա նետվեց մահաբեր վիհը։ Իր հավատով հաղթեց եւ այսպես մենք եղանք առաջին քրիստոնյաները աշխարհի վրա։ Ուզենա իրոք ուխտավորը գալով այստեղից լույս տաներ, իրական լույս տաներ, Աստծո լույսը տաներ, մի պահ ինքը ապրեր, պատկերացնել լուսավորչի տանջանքները, ինչի համար էր նա տանջվում ու չարչարվում, ու դուրս գալով ինչ հաջողություն ունեցավ։ Վահագն Մադոյանն արդեն 4 ամիս ծառայում է հայոց բանակում։ Հրամանատարների նախաձեռնությամբ իր զինակից ընկերների հետ Խոր վիրապ ուխտի է եկել։ Ինքը շատ կարևոր ու մեծ գործ է կատարել, որտեղ հենց քրիստոնեությունը մեր հայ ազգի ծանր ժամանակներում կարողացել է միավորել մեր երկիրը, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր ազգությունը, մեր հիմքը։ Մեր բոլոր սրբերը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ամեն ինչ արեցին, որպեսզի մեր ազգը հարատևի, եւ մենք պարտավոր ենք իրենց հիշատակը վարպահելով, մեր սրբերի առաջ խոնարհվելով գլուխներս բարձր պահենք մեր հակառակորդի դեմ։ 8-ամյա Գրետան տատիկի հետ մշտապես աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցի աղոթելու է գնում։ Տեր Մկրտիչի առաջնորդությամբ եկել է տեսնելու, թե որտեղ է բանտարկված եղել Սուրբ Գրիգորը։ Մինչ վիհ իջնելը մեզ պատմում է Լուսավորիչ հայրապետի մասին։ Աստված իրեն շնորհք է տվել եւ նա Աստծուն հավատարիմ է մնացել։ Լուսիկ Բաղրամյանը Բերքանուշ գյուղից է։ Եկել է աղոթելու 2 զավակների համար, ովքեր սովորում են Երուսաղեմի Հակոբյանց վարժարանում։ Ապագա հոգևորականների մոր միակ ցանկությունը տղաներին Լուսավորչի թողած ավանդույթն արժանիորեն շարունակողների մեջ տեսնելն է։ Լուսավորչի խաչի ճանապարհը ծանր, դժվար ու երկարատև եղավ, սակայն ոչ ինքնանպատակ, այն պսակվեց մի ամբողջ ազգ քրիստոնյա դարձնելու հաղթանակով։ Մեր առաջին հովվապետի հիշատակն իբրև համաքրիստոնեական սրբի տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները։